Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Փաստաբանի ենթադրությամբ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլն արդյունավետ էր եւ երկու կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները։ Ուկրաինայի նախագահը համաձայն է դեմարդեմ բանակցել Ռուսաստանի հետ եւ մայիսի 15-ին ՌԴ նախագահային անձամբ կսպասի Ստամբուլում, որտեղ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր երկու երկրների միջև ուղիղ բանակցություններ անցկացնել։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ՊԿԿ հայտարարել է իր լուծարման մասին, կուսակցությունը նաեւ նշել է Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի տևած հակամարտության ավարտի մասին։ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուվենտուսի լեգենդ ներկայումս FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի Յուվենտուսի Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։ Բարև Հայաստան, բարև Երևան, ես Դավիթ Տրեզեգեն եմ եւ ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի վերջին ձեզ հետ կլինեմ Յուվենտուս ակումբի ֆուտբոլային ակադեմիաների շնորհանդեսին նվիրված միջոցառմանը։ Սոցցանցում հրապարակված իր ուղերձում ասել է Տրեզեգեն։